Բարև եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել հայոց բանակի բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար մատուցված Սուրբ Պատարագին, որը մատուցել է Տեր Թադեթ Ախմազյանը։ Պատարագին ներկա են եղել նաև օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ։ Ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հաջորդ կիրակի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Հովհաննես քահանա Մաթեոսյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Գողություն եմ մատուցում մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսին, որ մեզնից յուրաքանչյուրի եւ Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգի իրականացումը բարեհաջող ընթացք ունի։ Հաջորդ կիրակի օրը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագին, որը կմատուցի Տեր Հովհաննես քահանա Մաթեոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից վերջերս արված մի շարք հայտարարություններին։ Վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։ Պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ։ Թոկը կարճացնելու այս process-ի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։ ԿՌ-ն եւ ՍՍ-ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել է, իրագործվել է Լենին, Պարտիա, Գորբաչով կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել Երիտ Լենին Պարտիա Գորբաչովականների կոհորտա հին կագեբեականների հովանու ներքո։ Սպասվող արդյունքը 0 գումարած 0 հավասար է 0։ Պետգրություն Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել։ Այսօր նշվում է գիտության միջազգային օրը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան օրվա կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին, իսկ հրապարակած ուղերձում նշել, որ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը։ Մենք տեսնում ենք, որ ինչ արագությամբ են տեխնոլոգիաները մտնում մեր կյանք, այն բաները, որի մասին մենք 10 տարի առաջ չէինք կարող երազել, այսօր իրականություն է դառնում։ Ու դրա ամեն ինչի հիմքում հենց գիտությունն է, այսինքն գիտությունը դա տեխնոլոգիաների հիմքն է եւ հենց այս արագացումը, որի մասին հենց հիմա գնում է զեկուցում, դա պարտադրում է մեզ ավելի ինտենսիվ աշխատել գիտական մշակումների վրա, որոնք հետագայում կդառնան տեխնոլոգիական զարգացումներ։ Այսինքն դա է հենց այն, որ այսօրվա գիտությունը մարդկության կյանքում առանձնակի դեր ունի։ Ավելի կարևոր, քան դա եղել է օրինակ դարեր առաջ։ Դարեր առաջ գիտությունը արել են ավելի շատ հայտնի էին անհատ գիտնականներ, հիմա գիտությունը դա կոլեկտիվ աշխատանք է, դա նույնիսկ մի երկրի կատարվելիք գործ չէ, միջազգային համագործակցությունը այստեղ շատ կարևոր է, եւ այդ առումով ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը միավորում է ամբողջ աշխարհի ըստ էության բոլոր երկրների նաեւ գիտական ներուժը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հենց գիտության զարգացմանը եւ դա է եղել հիմք, որ մենք ունենք այս գիտության կարելի ասել հանրահռչակման օրը։ Եվ իրոք դա ինչ որ պարզ է, որ զուգադիպությունն է, որ հենց այդ օրը 1943 թվականին հայրենական պատերազմի ծանր ժամանակահատվածում
գիտակցելով, որ ինչ կարևորություն ունի գիտությունը երկրի զարգացման համար, այդ քայլերը արվեցին, ստեղծվեց մասնավորապես Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։ Հիմա մենք խնդիր ունենք մի քիչ գիտական մշակումները հանրությանը, հասարակությանը պատշաճ կերպով ներկայացնելու։ Տիկին նախարարը այսօր նշեց, որ իրոք գիտնականի համար ավելի հեշտ է կատարել իր գիտական աշխատանքը եւ հրապարակել գիտական բնույթի հոդված, քան նույնը ներկայացնել հանրությանը հասկանալի, ըմբռնելի ձևով։ Բայց դա իրոք սա նոր մարտահրավեր է կարելի ասել Հայաստանի համար, որ մենք կարողանանք գիտնականների արածը հասցնել հասարակությանը հասկանալի ձևով։ Խոսքը վերաբերում է թե աշակերտներին, երիտասարդներին եւ թե հարկատուներին, որպեսզի հասարակությունը իմանա ինչով է զբաղվում գիտությունը եւ ինչ հեռանկարներ է բացվում այդ աշխատանքի իրականացման շնորհիվ։ Դա նույնպես ես համարում եմ, որ շատ կարևոր է։ Այդ ամեն ինչը համադրելով այսօր մենք իրոք կարելի ասել, որ տոն է մեզ համար եւ ինչ որտեղ մենք անցնում ենք նոր փուլ, նաև նոր օրենսդրության հետ կապված, նոր գիտական կարգավորումները, ուրեմն այդ նոր օրենսդրական դաշտը, բարձրագույն կրթության գիտության մասին օրենքը եւ հարակից ենթաօրենսդրական ակտերը, մենք պետք է այդ ամբողջը կարողանանք ի նպաստ մեր երկրի զարգացման հավուր պատշաճի օգտագործել։ Էներգախնայողության միջազգային օրվան ընթառաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի ղեկավար Հովհաննես Աբրահամյանը ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Վերջին 5 տարիներին կարելի ասել բուռն զարգացում է ապրել արևային էներգետիկան եւ այստեղ միայն ամենախոսուն թիվը, որ կարելի է նշել, դա նաեւ որ ռազմավարությամբ սահմանվել էր, որ 2030 թվականը մինչեւ պետք է Հայաստանում կառուցվեն շուրջ 1000 մեգավատ արևային ֆոտովոլտային կայաններ եւ այսօր 2025 թվականն է եւ մենք արդեն այդ ցուցանիշին հասել ենք։ Պետք է խոսեմ մի ծրագրի մասին, որը որ ինքնավար գոնե, հա, ինքնավար էներգոարտադրողների մասով մեծ թափ հաղորդեց, խոսքը գնում է բնակարանների եւ բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման ծրագրի մասին, որի շրջանակներում հնարավորություն է տրվել քաղաքացիներին նաեւ ներդնել արևային համակարգեր, ջրատաքացուցիչներ եւ այլ տեխնոլոգիաներ։ Ծրագրի շահառուներին տրամադրվում են առևտրային բանկերի կողմից վարկ, որի տոկոսադրույքները պետությունը սուբսիդավորում էր եւ այնտեղ բաժանված էր գյուղական համայնքներ, քաղաքային համայնքներ, Երևան քաղաք եւ առանձին տեղեր հատկացված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերին, այստեղ վերջին բնակավայրերում սահմանամերձ եւ բարձր լեռնային պետությունը սուբսիդավորում էր գրեթե ամբողջ տոկոսադրույքները, այսինքն 14% սուբսիդավորում էր, Երևան քաղաքում սուբսիդավորում էր 9%-ը, մնացած քաղաքային համայնքներում 11% եւ գյուղական համայնքներում 12%-ը։ 2025 թվականին ծրագրի շահառուների թիվը 34000-ից ավել էր։ Այս պայծրությամբ մեզ համար կարևորագույն եւ մեր տեսանկյունից էներգետիկ անվտանգության եւ հուսալիության բարձրացման կարևորագույն գործիք դրանք կուտակիչ կայաններ են։ Կուտակիչ կայանները ինչ հնարավորություն են ընձեռում, որպեսզի այն ժամին, երբ որ մենք ունենք արտադրության որոշակի ծավալ, որը չեն կարողանում սպառել, այդ արտադրած էլեկտրաէներգիան կուտակվի, պահոստավորվի, որից հետո այն ժամերին, երբ որ մեր մոտ արդեն սպառման պահանջարկը ավելանում է, այդ ժամանակ ինքը կարողանա սպառել այդ էլեկտրաէներգիան։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։